քնեց Դանին։ Հա, էլ հեքիաթ եմ կարդացել, էլ օրորոցայիններ եմ երգել։ Բա ոնց քնեց։ Քնաբեր տվեցի։ Վերջ, ես միացնում եմ հեռուստացույցը, միացնում եմ իմ ամենասիրած հեռուստաալիքը սպորտային ու անջատվում եմ։ Աստոյն քո ամենասիրած բանը դա սպորտային ալիքն է։ Մեկ էլ ուրիշ սպորտային ալիքն է իմ սիրած բանը։ Ես չեմ հասկանում Տիգրան։ Ինչ ես կաբելայինը մենք քաշել ենք ամբողջ օրը հեռուստացույց ես նայում։ Քիչ էլ ինձ նայ էլի։ Մենք ինչ ամուսնացել ենք, դու երեխաների հետ ես։ Մի քիչ էլ ինձ նայի, էլի։ Նրանք բոլորովին տարբեր բաներ են։ Չհասկացա։ Ես չի աշխատում։ Շատ լավ անում։ Մի րոպե։ Գուցե հեռուստացույցից է։ Չէ, հեռուստացույցից չի։ Գիտես ինչից է։ Ասա։ Հա։ Կոպիտ ես հետևարում։ Հա։ Ում։ Հեռուստացույցի։ Հələ պատկերացրու ինքը կին է։ Մի հատ նուրբ իրան սկսի շոյել։ Մոտեցի ու շոյի։ Այդենց, նուրբ, շատ լավ է, շատ լավ է։ Հիմա դանդաղ իջի ներքև։ Ներքև։ Հիմա ասես նուրբ մոտեցի ու գրկի իրան։ Այդենց։ Ու սկսի համբուրել։ Այլ ձեռս առնում։ Բա ինչ եմ անում, կաբելայինից է, չես հասկանում։ Բա ինչ անենք, եթե կաբելայինից է պետք է գան սարքեն, չէ։ Լավ։ Ոչ մի բան չի աշխատում, է ախր։ Ես ձեր կաբելայինը չի աշխատում։ Ես կաբելայինը չեն սարքել, արդեն ֆուտբոլի երկրորդ խաղակեսն է սկսվել։ Իսկ ես արդեն իմ երկրորդ գիրքն եմ ավարտում։ Իդեպ դու էլ կարաս գաս, նստես ու կարդաս։ Շնորհակալ։ Տիկ, ուր ես գնում։ Հեռուստացույցի մոտ։ Տիգրան, ես չեմ հասկանում։ Հեռուստացույցը այսօր չի աշխատում, բայց դու էլի գնում ես իր մոտ։ Բա ինչ ունեմ։ Արի ստեղ նստի իմ մոտ։ Վերջի անգամ գոնե հիշում ես երբ ենք միասին զրուցել, Նոր, Նելի, զրուցում ենք։ Ես դրա համար էի եկել խոհանոց։ Տիգրան, դու նոր եկար խոհանոց, որ հյութ խմես սառնարանից։ Այ զրուցենք։ Լավ։ Արի, դե սկսի։ Չէ, տենց չի։ Մենք միշտ երբ որ դու ասում ես արի զրուցենք, նստում ենք, ասում ես դե սկսի։ Դու պետք է ասես ինչից զրուցենք, որովհետև դու ես ուզում հիմա զրուցենք։ Հա, բայց ես ինչ իմանամ, ինչ թեմա վերցնեմ։ Դե այսքան գիրք ես կարդում, մի հատ թեմա ընտրի զրուցենք։ Կամ ուրիշ բան ասեմ, հարցաթերթիկների, հարցատոմսերի տեսքով մի 20-30 հատ հարց պատրաստի, ես գամ քաշեմ, պատասխանեմ։ Ինչ ես խոսում, ես ընդհանրապես էլ քո հետ չեմ ուզում զրուցել։ Մի րոպե, գրքերդ։ Մեկ ասում ուզում եմ խոսամ, մեկ ասում չեմ ուզում խոսամ, չես հասկանում։ Չաշխատեց ձեր կաբելայինը։ Մերն էլ չաշխատեց։ Հահա, մերն էլ չաշխատեց ու ես առանց հեռուստացույց ինչ եմ անելու։ Ես ինչ եմ անելու։ Իմ ապրելը քանի կոպեկ արժե։ Ես ինչ եմ ապրում պես առանց Տիգրան ջան, ես քո պապայի հետ այլևս չեմ կարողանում ապրել։ Լսի, այսօր ամբողջ օրը տնով մեկ, այս անկյունից այն անկյուն, այն անկյունից այն անկյունը քայլել է, հասկանում ես, գնում գալի։ Երևի կոշիկները մաշեց։ Բաբկեն երևի քո համար վաղը կոշիկ առնեմ։ Հա։ Ռիմա,
լսի, շատ կարևոր խաղ է։ Ես այդ խաղին մի շաբաթ սպասում եմ, հա։ Ես ուզում եի այդ խաղը նայել, ասում եմ, «Ո, շատ կարևոր խաղ է»։ Ռիմա։ Այ հենց դու պատկերացրա նոր տարվան ամեն ինչ արել ես, պատրաստել ես, ամեն ինչ պատրաստ է։ Ու ես գալիս եմ ու ասում եմ, լսի Ռիմա, գիտես ինձ, նոր տարին չի լինելու, նոր տարին փչացելա, խշում է։ Ուրա ինձ տենց բախտ, ուրա Ռիմային տենց բախտ։ Լսի, այդքան քայլելու փոխարեն, նստեիր կողքս հանգիստ զրուցեինք, ինչ կլիներ, որ։ Ինչ եք խոսում։ Տղամարդիկ չեն սիրում իրենց կանանց հետ երկար զրուցել։ Խնդրեմ։ Չկա որ զրուցես։ Նելի ջան, Տիգրան ջան, 35 տարի է, չէ՞, ես պապայիդ հետ ամուսնացած եմ։ Ասա մի օր նստելա իմ հետ զրուցի, ոչ մի օր։ Ես ուղղակի չի ուզում քեզ ընդհատեի այդքան բան։ Ինչ եք ասում։ Կաբելային զանգել ես։ Չէ։ Բանը, զանգի։ Համարը գիտես։ Հա, գրի 010 10 28 Ասպես համարը գիտես։ Հա։ Երադուր զանգի։ Զանգերը գնաց։ Բայց գնաց զանգը։ Հա, զանգը գնաց։ Դու ստել ես։ Ես կամ զանգը Ալո, բարև ձեզ, քուրիկ ջան, բարև ձեզ։ Հա, ձերը չէ։ Մեր կաբելայինը չի աշխատում այսօր առավոտվանից, ինչու՞մն է բանը, չեք գա սարքեք այսօր։ Հա։ Հեղավ, շնորհակալություն։ Ահա։ Ինչ ասես։ Ասեց կգանք կսարքենք։ Նրանք ես իմ եբ կան հասնել։ Ասեմ շու։ Ես ինչ ձև է, խեք դուրը պագում չասկեցան։ Դուրը բաց էր, Ալֆրեդ։ Դուրը պագ էր, Նելիկո։ Դուրը կողպեքով փակ չէր, Ալֆրեդ։ Բայց ես կողպեքի անուն տվեցի, Նելի։ Չտվեցի։ Հաբա, որս պագ էր, որը պագ էր։ Արելավս ձեր կաբելայինը չի աշխատում, մի բարև։ Չի աշխատում։ Մերն էլ չի աշխատում։ Այա։ Նա շատ դիպուկ մեծ բան ծնվեցավ մեջս, ուրեմն անեկդոտ։ Իրեք գլխանի դեպը նստած կաբելային է նայում։ Մեկել ես մի գլուխ ասում քել կինո նայեք։ Մեկել ես մի գլուխ ասում լավ իշ կինո քել ֆուտբոլ նայեք, բան։ Մեկել են մի գլուխ ասում լավ լսեք ինչ եմ ասում, ոչ սխ թարգում ենք, այդում ենք միտե հաց ուտելու։ Լսեք, Լավն է։ ես առաջարկում եմ DVD-ով կինո նայենք։ Իսկ ես առաջարկում եմ DVD-ով Տիգրանից հարսանիքը նայենք։ Ոչ մի հարսանիք։ Ինչի։ Դեդ։ Ամաչում ես, հա, քեզ խմած տեսնես։ Εσύ գիտես, անիմաց բաներ խոսում, էտոնանդե բոլորը խմած էին, հա, ստատից բաներ մի խոսա։ Ճիշտ է, բոլորն է խմած էին, բայց այնքան խմած չէին, որ քո նման այն անծանոթ կանանց քաշքշեին տանգո ապարելու համար։ Ես լուսեր ինչ անջատեցիր։ Հիշում եք են 90-ականները, ինչ լավ էր, լույս չկար, մարդիկ հավաքվում էին մեկի տունը։ Ճիշտ է։ Հիմա էլ լույս կա, բայց էլի բոլորը հավաքվում են մեկի տանը։ Էլի։ Ամենաշատը գիտեք որ մասն էի սիրում, եմ որ սես մութ, մարդիկ սես տխուր, սես իրար քիփ տակ նստած են, մեկ էլ պայտակ սես հոպ, ուրա, լուսերը տվին, լուսերը, մերն եմ ես ես լուսերը տվողի կյանքին, ներկա պայնիմ էլի։ Գիտեք ինչ որոշեցի, եկեք խաղանք, լոտո խաղանք։
Հիշեցի։ Ճիշտ է, այդ թվերը մենք ամեն օր լոտո ենք խաղում։ Ու ասեմ որ ես սրանց ամեն օր տանում եմ։ Ամեն օր։ Վայ։ Բայց մենք լոտո չունենք։ Լոտո չունենք, ո՞ր։ Լոտո չունեք։ Լուրջ լոտո չունեք։ Ունեք բալիկ ջան, ես տեսել եմ։ Քո դարակի մեջ։ Այդ ձեր ննջասենյակի քո դարակը որտեղ ես զգեստերը այսպես դասավորել եմ, ծալել դրել եմ, այդ դարակի վերջում աչակողմյան մասում։ Ուզում եք ասեք դուք իմ հագուստի դարակի մեջ եք մտել։ Ես Պապկին լսում ես, ես ես մարմինով կարող եմ Նելիի դարակի մեջ մտնել ասա։ Դրանք ես նյովով կարելի է։ Նա քեզ Դու մտնում ես ուրիշի դարակներ, հիմա իմ մեջ Բալիջան ես դասավորում եմ, ես տեղավորում։ Գրածում ես մաման դարակի մեջ։ Ոնց անենք, որ մաման էլ մեր դարակների մեջ չմտնի։ Ուզում ես այդտեղ մի հատ վայրենի շուն կապենք։ Ես լուրջ եմ ասում, Տիգրան։ Արդեն նրվայնանում եմ այս ամեն ինչից։ Դե ուրիշ լավ տարբերակ կա, ընդհանրապես ոչ մի բան մի պահի դարակի մեջ։ Լավ է, Տիգրան։ Դե ինչ ես անհանգստանում, չեմ հասկանում, կարևորը ոչ մի բան չի պակասում դարակներից, էլ ավելի նույնիսկ հավելանում է։ Օրինակ, դու գիտեր, որ մենք լոտո ունենք։ Տեսնում ես, ինչ լավ բան արեմ մաման։ Հա, բայց Տիկ, ես կարող եմ դարակի մեջ նենց բան ունեմ, որ չեմ ուզում մաման տեսնի։ Այդ ինչ պետքա դերացնես մեր անձնական ննջասենյակի դարակում, որ մաման պետքա չտեսնի։ Այդ ինչ կարևոր տեզիչով բան կարող է լինի մեր անձնական դարակում, որ մաման տեսնի ու զարմանա։ Օրինակ բանը դետ։ Ինչ։ Ով դե լավ էլի Տիգրան։ Մտնում է թող մտնի, ես ասում հոգնել եմ։ Հավելով հիմա իշնեք ներքև խաղամ, կրի հանգստացի։ Եվ այսպես։ Դավայ։ Եվ այսպես։ Ապ։ Թիվ 24։ Ես սպասեցի։ Եվս մեկ թիվ, եւ ես կտանեմ։ Ինձ էլ մենակ 55-ն է մնացել, դավայ 55-ն է։ Անեմ Ալֆրեդ ջան, անեմ ցավը տանեմ։ Թիվ 1։ Yes, ու ես տանա տվեք իմ փողերը։ Էսօրի որն է։ Եկեք առանց փողի էլի խաղանք, մնա ուրիշ խաղ խաղանք առանց փողի։ Մի րոպե։ Բաբկեն, այս 55-ը հանել ես ու չես ասում, հա։ Ես 55 ասել եմ, դուք ուղղակի չեք լսել։ Ոնց կարող է չլսեի, պապ ջան։ Ես քեզ այնքան եմ հարգում, սիրում, այնքան տեղ ունես գլխիս վրա, որ ես քո ամեն խոսքը լսում եմ, ոնց կարող է ասել ու ես չլսեի, պապա ջան։ Մի րոպե, ես չեմ հավատում, որ քո մոտ մեկն է դա։ Դա ցույց տուր քո մեկը։ Դա ցույց տուր։ Հələ։ Մեկ չի։ Մեկ չի, մամա։ Բա։ Այս 11-ը եղել, ես երևի մեկ եմ տեսել, ես երեխա չեմ։ Խափում ես, պապ, հա։ Լավ, Տիգրան, իվարկյան, եկեք չվիճենք, ուղղակի հետ տվեք մեր փողերը։ Դուր հետ։ Բաբկեն, չես ամաչում, հարազատներիդ խափում։ Դες խապել կլինի, նամանավանդ քեզ խապել կլինի, հա։ Եկեք ուրիշ խաղ խաղանք, էլի։ Իսկ միգուցե քնենք։ Հա։ Այդ թազը խաղա, ես էլ եմ ուզում ձեր հետ խաղամ։ Չէ, այդ խաղ չի, Ալֆրեդ ջան։ Եկեք ավելի լավ, հա, այգեպան խաղանք։ Ես կլինեմ այգեպանը։ Դե ես ուրեմն արքայախնձորն եմ։ Չէ, ես եմ որոշում, ես այգեպան եմ, ես եմ որոշում ով ինչ է։ Դու կլինես դդումը։ Բայց դդումը միտք չի։ Միտք չի։ Դե ուրեմն դու կլինես տանձը, դդում ջան։ Բայց ինչի տանձը որ։ Որովհետև տանձ չեմ սիրում։ Մամ ջան, դու կլինես դամբուլը։ Բայց ինչի դամբուլը։
Ինչի համար։ Որովհետև ես դամբուլ շատ եմ սիրում, բաբա ջան։ Իրար։ Նելիկոն կլինի գետնախնձորը։ Գետնախնձոր։ Երևի ինչքան գետնի վրա եմ, երկու այդքան էլ գետնի տակ եմ, հա։ Չէ, ուղղակի ես էլ չեմ ջոգե, սիրում եմ գետնախնձոր, չեմ սիրում չեմ կողմնշվել։ Բայց հələ պատկերացնում եք դդումից ու գետնախնձորից ինչ երեխեք են ծնվել։ Պապա ջան, չնայած քո այս խաբեբայություններին, ես քո այս ամեն ինչին, բայց մեկը ես քեզ շատ եմ հարգում, դրա համար թողում եմ քո այցողությանը, դու որոշի ինչ միտք ես ուզում ես պապա ջան, հարգանքս, պատկառանքս դեպի քեզ։ Քյալավ։ Քյալավն էլի վատ միտք չի։ Սա սկսում ենք խաղը։ Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից բացի դամբուլից։ Այ։ Ինչ պատեց։ Սիրարվեց։ Ում վրա։ Քալամի։ Ոյ։ Ինչ պատեց։ Սիրարվեցի։ Ում վրա։ Դամբուլի։ Այ։ Ինչ պատեց։ Սիրարվեց։ Ում վրա։ Քալամի։ Ինչ պատեց։ Սիրարվեցի։ Ում վրա։ Դամբուլի։ Այ։ Ինչ պատեց։ Վերջացեք Ում վրա։ Վերջացեք ես կոպտոր դու եմ, մենակ երկու քեր խաղում ու սիրում իրար բամ ենք։ Ինչ պատեց։ Ասում եմ ուրիշ բան խաղանք։ Ում վրա։ Ալֆրեդ, չես լսում, այգեպան խաղը ավարտվել է, վերջ։ Ինչ պատեց։ Այս կախելա։ Սրա մի հատ ռեստորանտ է պետք անել։ Ում վրա։ Ալֆրեդ, այգեպան էլ չեն խաղում, արա։ Գորայ։ Ինչ պատեց։ Հիվանդ ես։ Խեմ հիվանդ գորմս վրես ես ինչ պատեց։ Դստած եմ խաղում։ Արա, լսի տեսքեզ ինչ եմ ասում այդ տղա, դու ոչ որ մեկ կաբել այրը պճացրել ես արա, այդ էցել կգաս ու կսարկես, ու եթե մի ժամից մեր կաբել այրը չաշխտեց, կգամ կհասնեմ ըտեղ այսեն դոշիցըտ կպրրեմ, ու սետ կխոլ կտամ պոհինչորը դուք կջակում արա, լսում, նա ալո, Ինչ ես սորում։ սրանցից այս ես կոպիտ ուտի խոսած, որ տեղից շարժվեն, Իսկ դրանց մեջ ես էլ եմ մտնում։ Տեղ եկա, բա, բայց լսի, միակ աղջիկն է, որ հալալա, մինչև վերջ ընձի լսեց, լուջ եմ ասի։ Լավ, արի գնանք մի բանով զբաղվենք, հեսա կժան կսարք, արի։ Մաֆիան անցնում է մամայի կողքով, մաֆիան անցնում է Նելիի կողքով, առավոտ բոլորը բացում են աշկերը, Նելիկո դու վախճանված ես բալես։ Ես? Այ քեզ բան, Ալֆրեդ, ես մի ժամա դու ես խաղի կանոնները բացատրեցիր, որ սենց արագ ավարտվի։ Հա բա։ Բայց Ալֆրեդ, ես խաղը երկուսով չեն խաղում, այստեղ 10 հոգի ա պետք։ Հա բա։ Լավ էլի, եղք, ինչ մարդ եք դուք, ինչ մարդ եք, երկու ժամա հենց նստեղ նստացեք ու ոչ մեկ էդ, այսպես ոչ մեկ մի հատ նորմալ խաղ չարասարկեցիք, որ սենց բոլորը միասին խաղան։ Ես մի հատ նորմալ խաղ հիմա կառաջարկեմ, խաղը այսպիսին է, ես հարց եմ տալիս եւ պիտի անկեղծ պատասխանեն, եթե ոչ ուրեմն խաղից դուրս եմ մնում։ Մերապես տոպել է։ Դու ոնց ես իմանալու այդ մարդը անկեղծ է պատասխանում, թե անկեղծ չի պատասխանում։ Ես կնայեմ այդ մարդու աչքերին եւ կիմանամ ինքը անկեղծ է թե ոչ։ Հարցս ուղում եմ Տիգրանին։ Բայց ինչի ինձ որ առաջի հարցը։ Այստեղ հարցեր ես եմ տալիս։ Եղավ։ Տիգրան ջան, պատկերացրու։ Դու ունես ծեր մայր, որը ապրում է միայնակ։ Դու կցանկանաս, որ նա գա քեզ հետ միասին քո տան մեջ ապրի։ Ձեր կողքին։ Ես ճիշտ ասած այդքան էլ լավ չհասկացա հարցը։ Հարցը նորից կրկնեմ, Վալես, դու ունես ծեր մայր, որը ապրում է միայնակ։ Դու համաձայն ես, որ նա ապրի քո տանը քո կողքին։ Մի րոպե, հոп, բայց ես ուր եմ։ Դու մեռել ես։ Ինչ մեռել եմ։ Հետարքին այդ ես ինչից եմ մեռել, հա? Ու մի րոպե դուք այդ առանց ինձ
իմ թաղումն եք արել, հա? Դեվ, գիտես, բաբկեն ջան, կապրենք կտեսնենք, և իմ իջալոց տղամարտիկ կանացից շուտ են մահանում, գիտես, Տիգրան ջան, դու հարցից չպատասխանեցի։ Հլը մի վարկյան, բայ ես, մամա, պապան մահացել է թխի չես ուզում իմ էտ տապրես, որ… Մի ռոպե, ես ստեղ եմ լեսի չերեք խոսում։ Պապա ջան, աղբերական մը 10 րոպեով մահացի, հլը տերամ խի չի ուզում իմ էտ ապրի, որ… Դե, Ալֆրեդ ջան, պատկերացրու, որ պապան չկա, ու ես ունեմ մի տղա, դա Տիգրանն է։ Պատկերացրու։ Այդ մի բանը ես կարամ չպատկերացնեմ։ Էդ որն է, որ ես եմ մահացել, հա? Չէ, որ դուք մի հատ տղա ունեք ու այդ տղան Տիգրանն է։ Լացում ես, Ալֆրեդ։ Աբա։ Ալֆրեդ ջան, ցավը տանը, մի լացի, սա ուղղակի խաղ հասկանում ես։ Տիգրան, հարցից չպատասխանեցիր, դու կուզես, որ քո ձեր մայրը ապրե ձեր տանը։ Հա, կուզեմ, մենակ ես մարդուն մի թաղի, Ալֆրեդին մի լացացրու։ Ես խոհանություն եմ։ Այ, իսկապես ճիշտ ազնիվ պատասխան, խնդրեմ։ Բայց կարող է ես չեմ մեռել։ Հահարիմա, ես չեմ մեռել ու ես քեզանից բաժանվել եմ։ Ահա, տենց բաժանվել եմ ու ամուսնացել եմ մի հատ նանար։ Չքնախ, հրաշք երիտասարդ աղջկա հետ ու մենք հիմա ծովափում ենք։ Ու ես հիմա նրա մեջքը կրեմ եմ կսում։ Լսի բաբկեն, 100 տարվա քո կինն եմ, օրերից մի օր դու հացի վրա կարակ չքսեցիր ինձ համար, դու հիմա խալխի կնգամեջքին կրեմ ես կսում։ Խիչանք, մնաց կոնքերը գնաց, Բաբկեն անհարմար է, բաբկեն։ հլը վրավ, Ռիմա ջան, ես կատակել եմ, Ես քեզանից շատ նեղացած եմ ու ընդհանրապես վերկաց գնա քո այդ ջահել նոր գտած կնոջ մոտ։ Ռիմա, լսի, ես կատակել եմ, ուղղակի ուզում եմ մի քիչ հոգուտել խաղալ։ Լուրջ եմ ասում, ամել գիտես ինչ։ Ամել դու իմ կնիկը չես։ Դու ինձ սխալ հասկացա։ Դու իմ կոնյակն ես։ Քանի մեծանում ես, այնքան լավանում ես, ծավը։ Գնա այդ ջահել կնոջդ մոտ, քանի չի ծերացել։ Բայց… Գնա։ Նելի, բալիկ ջան, երև այսօրվանից ես արդեն մնամ ձեր տանը։ Դուրն ապե։ Դուր ես կոմարի, դուրը։ Այ Տիգրան։ Բարև ձեզ։ Ձեր կաբելային էլ փչացել։ Այո, լսում։ Բա ինչ եք ուզում։ Գիտեք, մի կրակոցով կարող եք 2 նապաստակ սպանել։ Մի րոպե, ես բան չհասկացա, մի րոպե։ Ես չեմ հասկանում, դու կաբելայինից ես, թե ինչ-որ որսորդ ես, հա? Մի հատ նոր բան ասա հասկանանք, ինչ եղել։ Ուրեմն դուք ձեր կաբելը անօրինական բազմացրել եք եւ տվել եք դիմացի հարևանին։ Դրա համար էլ ձեր հեռարձակումը կորել է։ Մի րոպե, ինչ հարևան, ինչ բազմացնել, ինչի մասն է խոսքը գնում։ Ես ջոգեցի։ Ես փոքր ժամանակ նապաստակ եմ բազմացրել ու մի կրակոցով 2 նապաստակ եմ սպանել։ Այդ մոմենտն էլ է։ Մի րոպե, մի կրակոցով։ Աբա։ Ինչ եք խոսում, մի հատ նորմալ բան ասա, անգետ ջան, հասկանանք ինչ է կատարվում։ Դուք ձեր կտուրի կաբելը բազմացրել եք եւ տվել եք ձեր հարևանին։ Դրանով խախտել եք ձեր պայմանագիրը։ Ես։ Տիգրան ջան, բալիկ ջան, բա այդպեսի բան են անում, չես ամաչում։ Տիգրան, ինչի եմ ես նոր իմանում դրա մասին։ Հələ մի վարքյան, հա։ Ես ասեմ, որ ես ընդհանրապես կաբել չեմ բազմացրել եւ կյանքումս չեմ բարձրացել տանիքի կտուր։ Այդ տվյալ դեպքում ձեր կաբելը բազմացրել եք եւ տվել եք այս դիմացի տանը։ Այդ մեր տունն է։ Չասում։ Դե ուրեմն դուք էլ պետք է վճարեք տուգանքը։ Ինչ տուգանք։
50,000 դրամ անօրինական կաբել բազմացնելու համար, լևի մտնելու համար։ 50,000 դրամ։ Բաբկեն մի րոպե։ Էդ ուր ես գնում։ Այ մարդ ասում եմ ուր։ Տիկոենց կտուր, մամ ջան։ Մի անգամ ես մարդը բարձրացավ կտուր ու 50,000 տուգանք է խնդրեմ։ Տեսի բաբկեն, դու չես ամաչում քո տղայից կաբել ես գողանում, հա? Վենա ես մտնում, պապա ջան։ Դες քեզանից չէի սպասում, պապ։ Լավ, ես չեմ արել, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Լսի, ինգա ջան, ես իմ տղայից կաբելը տանել եմ իմ տուն, ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ արել։ Լավ եք արել, բայց այդ 50,000 դրամ տուգանքը պետք է վճարեք։ Մի րոպե, ինգա ջան, մի րոպե, դու երևի ալմետ գնացից։ Ապա ջան, լսի, ավելի լավ արի մեկ խոսանք իրար հասկանանք էլի հասկանում ես ու 50,000 դրամ։ Ինչ 50,000 դրամ։ Մի րոպե, ընկեր ջան, մի րոպե, լսի, ապեր, արի ես 1000 դրամը վերցրա այդ 50,000-ը փճենք պրստի այդ հա, էլի, հալա մի հա կնա։ Ինչ պատահեց։ Սիրահարվեցինք։ Արեցզոթրինք դրած խաղը